Ինչպես է Վլադիմիր Վարդանյանը ապահովելու անկախ անաչառ դատական համակարգ, երբ ձեր իշխանության հետ աշխատել է, իշխանության հետ աշխատել է, ձեզ հետ աշխատել է։ Կարծում եմ, պարոն Վարդանյանը այնքան մանրամասն այդ հարցերին պատասխանեց, որ ես հիմա եթե ձեր արձագանքեմ ձեր հարցին, ստացվելու է, որ ես ընդհանրապես ձեր համար կրկնում եմ պարոն Վարդանյանի խոսքերը։ Ինչպես է ընկալելու, հանրության համար ընկալելի է լինելու, որ իշխանության թևից ինքը Նույնիսկ պարոն Վարդանյանը զարգացած երկրներից օրինակ բերեք, չէ՞, արդյոք հանրությունը ունի այնպիսի ընկալում, որ Գերմանիայում գոյություն չունի արդար սահմանադրական դատարան։ Կարծում եմ, տենց ընկալում չկա։ Եվ այս դեպքում էլ եւ հատկապես շատ կարեւոր է, որ պարոն Վարդանյանը շեշտադրեց երթում տալու բանը, որովհետեւ ցանկացած պաշտոնի անցնելուց մինչև այդ մարդը եւ քաղաքական դիր կարող է падգամավոր չլինի, բայց դուք բոլորը ունեն քաղաքական դիրքորոշումներ եւ եթե X պայծ օրինակ դուք դառնաք պետծառայող, դա չի նշանակում, որ մենք կարող ենք պնդել, որ ձեր մինչև այդ տեղած հայացքները խանգարելու են ձեր քաղաքական զսպվածությանը օրինակ, չէ՞։ Եվ հետեւաբար, երբ որ մարդը գնում է այդ անմեղության կանխավարկածը պետք չի խախտել, երբ որ մարդը գնում է մի այնպիսի պաշտոնի, որտեղ իրանից այլ պահանջներ են լինում, նախորոք ասել, որ ինքը չի պահելու, դա առնվազն անմեղության կանխավարկածի խախտում է։ Տեսեք, եւ Նիկոլ Փաշինյանի պահվածքին, կեցվածքին ես կցանկանամ նաեւ դուք անդրադառնաք, քաղաքացիների վրա բարբերաբար ջղայնացած է խոսում, բարկանում է, մաթափ տալով էր խոսում, երիտասարդ կնոջը դեպքը նկատի ունեմ եւ այսօր էլ Ռոբերտ Քոչարյանին է առաջարկով դիմել։ Դուք սա ինչպես եք գնահատում վարչապետի մակարդակով, ինչքանով է այն թույլատրելի։ Այսօրվա հայտարարությունը չեմ լսել կնոջ հետ կապված խոսակցությունը խոսում է նրա մասին, որ այո այլևս Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարությունը, որտեղ կարող է մետրոյում կինը իրեն թույլ տա շատ մեծ մեղադրանքներ եւ նույնիսկ վիրավորական մեղադրանքներ հնչեցնել վարչապետի նկատմամբ, վարչապետը լինելով նաեւ մարդ կարող ինչ-որ տեղ մի քիչ ավելի կոպիտ արձագանքել եւ դրանից հետո ներողություն խնդրել եւ ոչ թե վարչապետի անունը կրճատելու ընդհանրապես պատճառով հայտնվել զուգարանում ծեծից մահացած վիճակում եւ այո շատ տարօրինակներն է որ հիմնականում այս տեղի ունեցածը թմբկահարում են նրանք, ովքեր այսօր այդ մարդու, այդ նմանատիպ անցյալ ունեցող մարդու, ով մենք մենակ այդ մի դեպքից ենք խոսում, բայց չգիտեմ դուք այդ ժամանակներում ապրել եք թե չէ եւ եղել եք գիտակից եւ հասուն տարիքում թե չէ, բայց մենք շատ լավ ենք հիշում այդ վախի մթնոլորտը, այդ ծեծերը, այդ փողոցում դիմակավորված մարդկանց հարձակումները ակտիվիստների եւ մյուսների վրա։ Եվ շատ տարօրինակ է, որ այդ դաշտից մարդիկ դե իհարկե իրանց համար տարօրինակ է, որ վարչապետը նման արձագանք կարա լինի, կարա էմոցիոնալ լինի, կարա մարդկային լինի։ Բայց եթե նախկին 3 նախագահները ձեր կնոջ եւ ձեր երեխայի ներկայությամբ իրենց այդպես պահեին եւ այնուհետեւ ներողություն խնդրեին, ձեզ համար ընդունելի կլիներ այդ ներողությունը, այդ պահվածքը։ Տեսեք, մի կողմից դուք վարչապետի մատով թափ տալը, քան որ ինքը վարչապետի ինստիտուտն է ներկայացնում, ավելի մեծ եւ ավելի բարձր եք դասում եւ ավելի տենց բան խնդրահարույց եք դարձնում, բայց հիմա եմ ասում, բայց վարչապետի ներողությունը ուզում եք տենց բերեք, հասցնեք մի հատ շարքային իմ ու ձեր մեջ կամերաներից են կողմ, ասենք ինչ որ պատահարի դեպքում ներողության, այսինքն եթե մի բանը նշանակալի է եւ մի բանը որպես ինստիտուտի ներկայացնող նշանակալի է, ներողությունն էլ համարժեք նշանակալի է։ Իմ կինը կարծում եմ չէ լինի տվյալ դեպքում, որովհետև իմ կինը նաև ինստիտուտներ հարգել գիտի, իմ կինը անեծքներ տալ չի սիրում, իմ կինը կարծում եմ տեսել եք վիրավորել է, իմ կինը Հայաստանի Հանրապետության հանդեպ շատ մեծ հարգանք ունի եւ որովհետեւ դեպքում թքած չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության քարտեզի եւ մնացած եւ իրական Հայաստանի վրա։ Մամուլը հերքեց տվյալ։ Ես մամուլի հերքումը չեմ, ես լսում եմ տեքստը, չէ՞։ Հիմա այսինքն ես ականջներից հավատամ, թե մամուլի հերքմանը։ Մենք բոլորս լսել ենք, չէ՞, ինչ է խոսում։ Այո, ուղիղ եթերով մենք լսում ենք, չէ՞։ Խոսք չի եղել։ Մենք լսում ենք, չէ՞, դա ամեն ինչը, եւ ասենք, տենց չի էլի եւ էլի եմ ասում, էմոցիոնալ խոսակցություն է եղել, երկուստեք, այսինքն մի կողմից այնպիսի բաներ են կասկածի տակ դրվել,
որոնք կարային մարդուն հունից հանային, բայց իհարկե մարդը այդ ստատուս ունենալով կարող էր եւ ավելի զսպվածություն ցուցաբերել, բայց մյուս կողմից այդ նույն մարդը ունեցել է այնքան սեփական արարքների հանդեպ պատասխանատվություն, ինչը ես չեմ տեսել ձեր թվարկած մյուս նախագահների դեպքում, որ ներողություն է խնդրել, բացի ներողությունից հրավիրել է, երեխայի հետ է հրավիրել, որպեսզի երեխան, եթե այդտեղ որոշակի մոր հեղինակության խնդիր է առաջացել, այս դեպքում այդ մոր հեղինակությունը կարող բարձրանալ, երբ որ հրավեր է եղել երեխայի հետ, չէ՞։ Այսինքն վարչապետը ինքը, եթե նույնիսկ ինչ-որ տեղ մի փոքր սխալ է անում իր արարքների մեջ, ինքը փորձում է դրանք շտկել ի տարբերություն նախկին 3 նախագահների, որոնցից որևիցե մեկը ոչ հանրությունից, ոչ հանրության առանձին անդամներից, ոչ մարտի 1-ի զոհերից, որևիցե մեկից մինչև հիմա ներողություն չեն խնդրել եւ ավելին նույնիսկ մինչև հիմա շարունակում են մարտի 1-ը բարթել զոհերի վրա եւ ոչ թե իրանց եւ իրանց կառավարած իշխանության վրա եւ էսա տարբերությունը ներկայիս երկրի ղեկավարի եւ ձեր օրինակ բերած նախկին ղեկավարների